2025-ի իմ սիրելի պրոդուկտները։ Սա իմ գլոսերի ողջ collection-ն է։ Այդտեղ ունենք նաև lip oil, էս էլ է շատ լավը։ Ու սա էլի գլոսը փայլիկներով։ Recommend-ую, sense տորթի հոտ է գալի, չեք պատկերացնի, sense մանր փայլիկներ ունի իր մեջ։ Իսկ հիմա այս գույնը, sense ինքը գույն չի տալիս, շատ պրիատնի փայլ է տալիս, բայց sense մատիտի հետ որ օգտագործում եք, sense մի անգամից տեղն է գալիս սա։ Ունենք 04-ը նաև, որը որ լքել եմ ես։ Ունենք 22-ը։ Սա արդեն սրա պիգմենտացիան շատ է գույն է տալիս, ես իրան շատ քիչ եմ քսում ու մեկ-մեկ էլ որպես տինտ եմ իրան օգտագործում, բայց ամեն դեպքում էլի շատ լավն է։ Ու ոնց հասկանում եք, իմ բոլոր գլոսերը փայլիկներով են։ Ու իմ ամենասիրելի գլոսը, որ ես օգտագործում եմ համարյա թե ամեն օր, Kiko-ի Golden Oasis Collection-ից 02 համարի գլոսն է։ Տուշերը օգտագործում ամենասովորական, առանց ինչ-որ, չգիտեմ ինչ բրենդը էս, եթե հիշում եմ դաժը, չէ, պուպա չի, ես 900 դրամ եմ առավ Ալբերիսից։ Հա, բայց այնքան լավն է, մի հատ sense ջրով անում եք, այս sense հանում եք ու մաքրվում է։ Ու նույնը ունեմ այս Maybelline-ի New York-ը, էս էլ ջրակայունը ու երբեք չի մաքրվում։ Ջրով, միցիլյար ինչով ուզում եք արեք չի մաքրվում, ես 1000-ից մեկ եմ քսում իրան։ Հիմնականում ես եմ օգտագործում։ Ու ֆիքսատորը սա եմ օգտագործում, best of the best։ Խնդրեմ։ Այնտեղ չգիտեմ, Charlotte Tilbury եւ այլն, ոչ մի բան։ Բրենդն էլ չգիտեմ ինչա, բայց սա տոպ է ուղղակի։ Ունես բյատնի հոտ ունի։ Սա փչում եք, մինչև չստիպեք չի մաքրվի ձեր դեմքից այս մեյքափը։ Հիշեցի, highlighter։ Highlighter-ը չենք ասել։ Highlighter-ները, ես ճիշտ ասած, sense առիթից առիթ եմ օգտագործում highlighter-ները, իմը sense էլի ստիկով է։ Ես իրեն դասը որպես տեն եմ օգտագործում մեկ-մեկ։ Նաև ունենք Kiko-ից։ Եղեք, կուզեի որ Kiko-ն հովանավորած լիներ այս վիդեոն, բայց ոչ։ Այստեղ ունենք Kiko-ից ջրիկ highlighter։ Այս հիմնականում կարաք այս դեկոլտեի հատվածում անեք, բայց էլի դեմքին էլ կարաք օգտագործեք այսպես ոնց որ sense կարմիր գորգից նորեկ դուրս եկել, այդպիսի highlighter է սա։ Այսքան է այսօրվա մեր մեյքափ պրոդուկտների մասին։ Ձեր հետ է ես եւ background-ում Նարինեն։ Մարդավարի գցվել է, տեղ չի գալի նկար։